շրջան, գյուղ Կճղոտ։ Ներողություն եմ խնդրում եք անգամ եւս ներկայացել։ Անանյան Վերոնիկա, Յայից Արցախը։ Տիկին Վերոնիկա, այս պահին դուք կառավարության շենքից Այո, մենք նաև գիտենք, որ կառավարությունը աջակցության ծրագրերն է կտրել արցախցիների, դա ինչ զգալի դժվարություններ է առաջացնում աղավոր համար եւ ինչ ասել եք այստեղ։ Ճիշտն ասած, մեր ընտանիքը փոքր է, ես ու ամուսինս ենք։ Ու էդի աղավոր ձևի մեզ վրա նստել է։ Ամուսինս 68 տարեկան մարդ է, երկրորդ կարգի հաշվանդամ է։ Ես էլ 61 տարեկան եմ, ոչ միտեղ իհարկե ինձ բարձր չեն ընդունում գործի։ Ընդամենը ստանում է ինքը թոշակ 54,000։ Դրանով չգիտենք, վարձը տանք, որտեղ քանի որ մենք ապրում ենք վարձով բնակարանում։ Չգիտենք, վարձը տանք, գոյատևենք, դեղը առնենք, հիվանդանոց տանենք։ Դրա համար եկել ենք այստեղ։ Հիմա էլ ընդհանրապես կտրել են մայիս ամիսը, մեր դեռ չենք ստացել վերջի աջակցությունը, ու չգիտենք էլ կլինի այդ վերջի աջակցությունը թե չէ։ Դրանից հետո ինչ պետք է անենք, ընդհանրապես չգիտենք։ Դե երևի իրանց թվում է, որ մենք շատ լավ ենք ապրում, փողերով, մողերով եկել ենք, հիմա էլ կամ էլ չեն ուզում հարցակցիները ընդհանրապես լինեն Հայաստանում։ Երևի իրանց ավելի ձեր կտա, որ մենք ստեղից կախտակնենք, ինչ անենք։ Ինչի պետք է ձեր տա, այսինքն Արցախի հարցը մեկընդմիշտ փակեն, այո։ Իրանց համար հա, բայց մեզ համար ոչ։ Իհարկե փակված չի, քանի որ արցախցիները կան, ու ինձ թվում է գնալով ոչ թե ավելի նվազելու է այդ հարցը, այլ ավելի է գլուխը բարձրացնելու։ Իհարկե, հենց անձամբ ես բնիկ արցախցի չեմ, բայց քանի որ ես Արցախում եմ ապրել, Արցախն է այսօրվա օրով իմ հայրենիքս։ Ու իմ նման շատ, ոչ թե շատ, այլ բոլոր 150,000-ը, ով որ դուրս է եկել Արցախից, այս վերջի 5 տարվա մեջ, իրանց համար բոլորի Արցախը Արցախն է։ Ճիշտ է, Հայաստանն էլ է մերը, բայց Արցախը մերն է, ու կմնա մերը, թեկուզ շատ հեռու է մեզանից։ Բայց կգա մի օր, որ մենք բոլորս կլինենք այնտեղ։ Հույսը ասում են վերջում մերնում, մենք հույսը չեն կտրում, երբեք։ Ու մի հատ էլ բան ասեմ, ամսի 28-ին Մարտակերտի ազատման օրն է։ Խնդրում եմ մարտակերտցիներին, արցախցիներին, առավոտը ժամը 10-ին բոլորը երաբլուրում են լինելու, ամսի 28-ին, իսկ ժամը 7-ին այստեղ բոլորը կառավարության շենքի դիմացը։ Խնդրում եմ, բոլորը կակադին եկեք այստեղ, այդքան մի բան։ Խնդրում։